Засада такая. Լրագրողների բանակը, ինչպես Պուտինն է ասում, դարանակալել է Մոսկվայի հասցեին արևմուտքից հնչող սպառնալիքներին արձագանք լսելու համար։ Նահանգներն ու Եվրամիությունը պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Եվրոպան արգելք է սահմանել նույնիսկ ռուսական արտադրության զուգարանակոնքերի, խաղալիքների, գլուխկոտրու խաղերի ու եռանիվ հեծանիվների համար։ То, что отменили приобретение наших унитазов, это Այն, որ չեղարկել են մեր զուգարանակոնքերի ձեռքբերումը, նրանց համար թանկ կնստի։ Իմ կարծիքով նրանք դրանց կարիքը կունենան այս վիճակում, եթե շարունակեն նույն քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Մեկնաբանելով Հունգարիայի հանդիպումը չեղարկելու Թրամփի հայտարարությունը, Կրեմլի ղեկավարն ասել է, որ հանդիպման գաղափարն ու դրա անցկացման վայրը առաջարկել է ամերիկյան կողմը։ Մոսկվան համաձայնել է, նշելով, որ դրան անհրաժեշտ է լավ պատրաստվել։ Կողմերը համաձայնեցրել էին նաև պատվիրակությունների կազմը։ Ըստ Պուտինի, առաջին քայլերը պետք է անեին Ռուբիոն ու Լավրովը։ президент США решил отменить или перенести эту встречу. Միացյալ Նահանգների նախագահը որոշել է չեղարկել կամ հետաձգել այդ հանդիպումը։ Ամենայն հավանականությամբ նա խոսում է հետաձգելու մասին։ Ինչ կարող եմ ասել, երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան ցանկացած բախում, վեճ կամ առավել եւս պատերազմ։ Ահա թե ինչու մենք միշտ կողմ ենք երկխոսության շարունակությանը։ Հիմա էլ շարունակում ենք աջակցել։ Նոր պատժամիջոցների կիրառումը նորություն չէ Ռուսաստանի նախագահի համար։ Ըստ Պուտինի, սանկցիաներն իհարկե հետևանքներ կունենան, թեպետ զգալի չեն ազդի Ռուսաստանի տնտեսական ինքնազգացողության վրա։ Կրեմլի ղեկավարը հիշեցրել է Թրամփի նախագահության առաջին ժամկետում սահմանված պատժամիջոցները, որոնք ունեն թե քաղաքական, թե տնտեսական ասպեկտ։ Это, конечно, попытка оказать давление на Россию. Դա իհարկե Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, բայց իրեն հարգող ոչ մի պետություն կամ ժողովուրդ երբեք ոչինչ չի որոշում ճնշման տակ։ Եվ սա իհարկե ոչ բարեկամական վերաբերմունք է Ռուսաստանի նկատմամբ։ Դա չի ամրապնդում ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք սկսում էին վերականգնվել։ Միջազգային լրատվամիջոցները տարակուսանքի մեջ են կապված Ուկրաինային արևմտյան հեռահար հարձակողական սպառազինության մատակարարման հարցում տարաձայնությունների հետ։ Վաշինգտոնը չի կարողանում վերջնական որոշում կայացնել մատակարարելու է Թոմահոք հրթիռներ թե ոչ։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահը եվրոպական ամբիոնից ռազմատենչ հայտարարություններ է անում։ I don't know, maybe tomorrow, I don't know. We will have tomahawks. Չգիտեմ, միգուցե վաղը կունենանք Թոմահոք հրթիռներ։ Մենք երբեք չենք օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր Ռուսաստանի կարևոր թիրախներին հարվածելու համար։ Դրանք օգտագործվել են միայն ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Ուկրաինան կարող է հարվածներ հասցնել իր սեփական հեռահար զենքերով 150-ից 3000 կիլոմետր հեռավորությամբ։ Սակայն զանգվածային արտադրության համար Կիևին անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում։ Ռուսաստանին հեռահար հարվածներ հասցնելու հռետորաբանությանը Պուտինն արձագանքել է հստակ նախազգուշացմամբ։ Это попытка эскалации, но если Դա էսկալացիայի փորձ է, բայց եթե նման զենքով հարվածներ հասցվեն Ռուսաստանի տարածքներին, պատասխանը շատ լուրջ է լինելու, եթե չասենք ապշեցուցիչ։ Թող նրանք խորհեն դրա շուրջ։ все хорошо. Ցնցող է ոչ միայն Պուտինի խոստացածը, այլև Եվրամիության որոշումը։ Եվրոպական ընտանիքը համաձայնության չեկավ ավելի քան $163 միլիարդ ռուսական սառեցված ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։